Երևանի քաղաքապետարանը ծրագրում է ավելացնել կենտրոնում միայն ավտոբուսների համար առանձնացված երթևեկելի ուղիները մյուս տրանսպորտային միջոցների հաշվին։ Հանրային տրանսպորտին առավելություններ տալու համար հաջորդ ամիս Մաշտոցի պողոտայում այժմ էլ առանձնացված գիծը կշարունակվի Խորենացի փողոցով, ապա Բեյրութի, Իտալիայի եւ Արգիշտի փողոցներով կհասնի Հաղթանակի կամուրջ։ Սպասվող փոփոխությունները նախորդին քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը ներկայացրեց։ Նպատակն է հասարակական տրանսպորտը առանձնացնել ընդհանուր երթևեկությունից, ապահովելով արդյունավետությունը եւ սպասարկման որակի բարձրացում։ Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գիծը ավտոբուսների համար առանձնացվեց մի քանի ամիս առաջ։ Կարգը սակայն ամբողջությամբ չի պահպանվում։ Մեր նկարահանումների ընթացքում մի շարք խնդիրներ նկատեցինք։ Հաճախ կարմիր գծերում կայանած մեքենաների ելումուտն է խանգարում, քիչ չեն նաև երկրորդ գծում կայանողները։ Թեթև մարդատարների վարորդները երբեմն այդ գիծ են մտնում։ Ավտոբուսներն էլ իրենց հերթին մյուս գծերով են երթևեկում։ Չնայած այս խնդիրներին, հանրային տրանսպորտի շարժն այս ընթացքում Մաշտոցի պողոտայում թեթևացել է։ Նախատեսում են արգելել նաև Խորենացի փողոցում կայանելը, որպեսզի երկու ուղղություններով էլ ավտոբուսի գիծն աշխատի։ Թերի չեն արդյոք այս փոփոխությունները, երբ մի կողմից կայանելն են արգելում ու տրանսպորտի համար գծեր առանձնացնում, մյուսից չեն ավելացնում ավտոբուսների քանակը։ Ինչպես են պաշտոնյաներն առաջարկելու մարդկանց թողնել իրենց անձնական մեքենաներն ու տրանսպորտով կենտրոն գնալ, երբ ավտոբուսների թիվը հիմա էլ բավարար չէ։ Պիկ ժամերին ասեղ գցելու տեղ չկա։ Այս հարցերի պատասխաններն այսօր չստացանք։ Քաղաքապետարանից փոխանցեցին, որ տրանսպորտի վարչության պետն այս շաբաթ հարցազրույց տալ չի կարող։ Քաղաքային իշխանություններն ընդունում են ավտոբուսների քանակն առայժմ բավարար չէ։ Այս տարի տենց նախատեսում ենք, որ եւս 45 տրոլեյբուս բերենք եւ 250 նոր էլեկտրական ավտոբուսներ ձեռք բերելու մասին ենք մենք հայտարարել։ Այս փոփոխությունների շուրջ քաղաքացիները տարբեր կարծիքներ ունեն։ Շատ կարճ կասեմ, իրականում ինքը միայն այն պայմանով է լավ, որ տրանսպորտի երթևեկությունը խցանումների պահով մի քիչ կկրճատվի ու տրանսպորտը ավելի քիչ խցանումներում կհայտնվի։ Բայց մենակ այս քայլովս ձեզ հնարավոր է լուծել։ Իրականում չէ, բայց ուրիշ բան ես բայդրությամբ չեմ կարող խորհուրդ տալ կամ առաջարկել։ Ինձ թվում է լավ միտք է, որովհետև ավտոբուսներին շատ ժամանակ ոչ ճանապարհ են զիջում, ոչ էլ հնարավոր է ինչ-որ կերպ ավտոբուս նստել նույնիսկ, գալիս մտնում են։ Հիմա ինձ թվում է լավ միտք է։ Ավտոբուսներին տրվող առավելությունների ֆոնին սահմանափակվում են մարդատար մեքենաների հնարավորությունները, փոփոխությունները վարորդների սրտով չեն։ Բայց վարորդները չեն ուզում ձախ թողեն դեպի հրապարակ օրինակ։ Բայց ում է պետք իրանց արածը։ Այդ ավտոբուսներին որ թողում են։ Դե ավտոբուսներին առաջնահերթություն են տալիս։ Հասկացա, որ առաջնահերթություն են տալիս, բա ժողովուրդը ինչ անի։ Հիմա գնում ենք հասնում ենք այդ մոստը, պատատվում հետ են գալիս, նորից մտնում ենք աճ։ Պրոբլեմին չեն ստեղծում պրոբկա։ Այս փոփոխությունները հունիսին են նախատեսված։ Քաղաքապետարանից դեռ չեն հստակեցնում այդ հատվածում տրանսպորտի երթուղիները կփոխվեն, թե ոչ։ Այժմ բազմաթիվ ավտոբուսներ Հաղթանակի կամուրջ են հասնում Փակ շուկայից սկսվող թունելով, որը պիկ ժամերին խցանվում է։ Արդյոք այս ավտոբուսները առաջարկվող տարբերակով կշրջանցեն խցանումը, թե ոչ, դեռ պարզ չէ։ Քաղաքապետարանից ասացին, այժմ տարբերակներ են քննարկում ու վերջնական որոշում չունեն։ Նախ երկրորդ գիծա կայանված մեքենաները, ինչը արդեն իսկ խախտում է եւ առավել եւս ուրեմն փակվել է ավտոբուսների երթևեկության գիծը։ Իդեպ Մաշտոցի պողոտայում ավտոբուսների համար առանձնացված գծի վրա կայանում ու հանրային տրանսպորտի շարժը խոչընդոտում են նաև երկրի առաջին դեմքերը։ Վերջերս նախկին քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն այնտեղ ազգային ժողովի նախագահին սպասարկող մեքենաներ նկատել։ Այստեղ երթևեկությունը գիտեք, շա ավտոբուսների համար առանձնացված է։